Արիկ Սարգսյան նախապատրաստի Վրույր Այզյանը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ պարոն Մանուկյանի վերջի խոսքին անդրադառնամ, Վեդու ջրամբարը շահագործման է հանձնված, Վեդու ջրամբարում արդեն առնվազն 12 միլիոն խորանարդ մետր ջուր կա, իսկ եթե ջրի մուտք է թույլատրվում, դա նշանակում է, որ ջրամբարը շահագործման է հանձնված։ Կապսի մասով չեմ կարող ասել, չեմ տիրապետում։ Ես կուզեի, որ իմ այս ելույթը վերնագրեինք թքած ունենալու նուրբ արվեստը։ Պարոն Ղազինյան, ասում եք մի քանի անգամ ես մեկնաբանել եմ, թե մեր քաղաքական ղեկավար առաջնորդը ինչ է նկատի է ունեցել հեծի ակտիվը, բայց եկեք նայենք բառացի ինչ է ասում պարոն Սամվել Կարապետյանը, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, իրանց ասելով ում նկատի ունի պարոն Կարապետյանը, ես հիմա կասեմ, իմ ենթադրությունները, թե ինչ եմ հասկանում այս բառերից, իրենց վրա ասելով հավանաբար նկատի ունի իշխանություններին, ովքեր ձեր խորը համոզմամբ հետապնդում են եւ այլն ձեր քաղաքական առաջնորդին, բայց երբ որ ասում է իրենց էլեկտրական ցանցի վրա էլ նկատի ունի մեր ժողովրդին, ում պատկանում է այդ էլեկտրական ցանցերը, Հայաստանի Հանրապետությանը, հա? Այսինքն ում վրա թքած ունի, մի հատ սա խնդրում եմ կմեկնաբանեք, անպայման կմեկնաբանեք ու այս թքած ունենալու մոտեցումը ձեր մոտ մի անգամ չի արտահայտվել ու բառերով չի արտահայտվել ու մշտապես ես իմ հետ կապված իմ առնչություն ունեցած դեպքերով կարող եմ ասել, թե քանի անգամ եք ու ինչի վրա եք թքած ունեցել առհասարակ։ Դուք, երբ որ զբաղեցնում եք բարձր պաշտոն էլեկտրական ցանցերով իրացման գծով տնօրենի տեղակալ։ Երբ որ Վեդի համայնքը նոր էր խոշորացել եւ ես նշանակվել էի Վեդի համայնքի պարտականություններ կատարող, համայնքապետի պարտականություններ կատարող, այն ժամանակ դեռ ավականին ձևավորված չէր, բյուջե չունեինք 22 թվականի հունվար։ Եվ մենք, ինչպես գիտեք, բյուջեն ծախսում ենք ըստ համամասնության։ Ծախսում ենք 21 թվականի հունվարին, ինչքան ենք ծախսել օրինակ էլեկտրաէներգիայի վճարի համար, դրանից ավել, եթե նույնիսկ գումար ունենայինք բյուջեում, իրավունք չունեինք։ Մենք դրանից ավել վճարում կատարել էլեկտրոցանցին։ Եվ համայնքը 56000 բնակիչ ունեցող համայնքը կանգնել էր խնդրի առջև։ Մենք գրավոր դիմեցինք ձեզ, ես անձամբ գրավոր դիմել եմ ձեզ, խնդրելով, որպեսզի ըմբռնումով մոտենաք, մտնեք մեր դրության մեջ, քանի որ մենք չունենք գումար, եւ խոստանում էինք, որ անպայման մարտի 27-ի նշանակված ընտրություններից հետո, երբ որ ավականին կձևավորվի, բյուջեն կկազմենք, մենք անպայման այդ պարտքերը, ինչ որ պոչ մնում է, անպայման կվճարենք։ Բայց ձեր կողմից բանավոր ուղիղ հրահանգ էր եկել Արարատի տեղամասի պետին, որ հոսանքած զրկեք համայնքը։ Մենք ինչ պետք է անեինք։ Ես ստիպված դիմում եմ կառավարությանը, տարածքային նախարարության համայնքը ամբողջ 56000, Վեդի քաղաք 18 բնակավայր, 18 լսեք էլի, ես հենց ոչ մի բան չեմ խոսում։ Ցերեկային գիշերային լուսավորություն, մանկապարտեզներ, հա, հո չեմ ասում բնակիչներին անհատ բաժանորդներին, ժողովուրդ ջան, ասում համայնքապետանի մասին է խոսքը, համայնքի Եթե ասում եմ 56000 բնակչի, չեմ ասում, որ անհատ բաժանորդների, ասում եմ վարչական շենքեր, մանկապարտեզներ, մշակույթի տներ, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, սպորտ դպրոց, հիմա թվարկեմ ենթակա հիմնարկների անունները։ Հարգելիներս, այսինքն եթե դու այդ
ամբողջ շենքերը հոսանքազրկում ես, մի ամբողջ համայնք հոսանքազրկում ես, ինչ տարբերություն։ Մեր քաղաքացիները չեն կարող մեր վարչական շենքերում իրենց հասանելիք ծառայությունները ստանան։ Եվ բանավոր հրահանգ է գալիս, որ կապ չունի հոսանքազրկեք։ Ես դիմում եմ տարածքային փոխնախարարին էներգետիկայի գծով այն ժամանակ, խնդրում եմ, ասում եմ, մի հատ իրենց հետ խոսեք, ասեք, որ չի կարելի էլի նման բան անել, մենք անպայման ոչ փախանք համայնքով, կտանք այդ փողը։ Ու միայն դրանից հետո համայնքը չի հոսանքազրկվում։ Պարոն Ղազինյան, սա եւս մեկ դրվագ թքած ունենալու ցցուն օրինակ ձեր կողմից, ոչ թե միայն ձեր ղեկավարի կողմից։ Վոլյոսի մասին խոսք գնաց այստեղ։ Վոլյոսը բոլորս գիտենք, մոնոպոլ դիրք զբաղեցնող այս ոլորտում նախագծեր էր անում։ Վոլյոսը դիմում է Վեդու համայնքապետարան, որ մենք հետագից նախագիծ հաստատենք, այնուհետև տանք շինթույլտվություն եւ հոսանքի գիծ անցկացնի կառույցի։ Մենք չենք տալիս, մերժում ենք։ Մերժման պատճառը, որովհետեւ հողի նպատակային նշանակությունը չի փոխվել, որի վրա ուզում են եռաֆաց հոսանք անցկացնել, արոտավայրի վրա ուզում են հոսանք անցկացնել, որպեսզի այնտեղ կառուցվի սառնանային տնտեսություն։ Բայց ընթացակարգը հետևյալն է. սեփականատերը պետք է դիմի համայնքին, ավականու նիստով նպատակային նշանակությունը փոխվի գյուղարտադրական, որպեսզի ստանա շինթույլտվություն վրան սառնանային տնտեսություն կառուցելու, նոր միայն այդ շինթույլտվության արկայության դեպքում կարող է ստանալ հետագից նախագծի թույլտվություն եւ կառուցել այդ եռաֆազ հոսանքի գիծը։ Վոլյոսը առհամարելով համայնքի ղեկավարի մերժումը անօրինական անցկացնում է այդ գիծը, կառուցում է այդ գիծը։ Իրավունք չունի կառուցել։ Ինքը նախագիծ է անում առանց հետագից նախագծի հաստատման, իսկ կառուցողը գալիս կառուցում է։ Եվս մեկ թքած ունենալու վառ օրինակ ձեր գործընկեր այդ կազմակերպության կողմից, որ կառուցել են այդ գիծը։ Ու դա այն սառնանային տնտեսությունն է, երբ որ դուք շրջում եք սառնանային տնտեսություններով, եկաք Վեդի համայնքի Գոռավան բնակավայր եւ այնտեղ հանդիպեցիք նախկին գյուղապետին, խոսեցիք մթերման կազմակերպման մասին եւ այդ սառնանային տնտեսությունը անօրինական ինքնակամ կառուցված շինությունն է։ Հիմա մենք դատական վեճի մեջ ենք սեփականատիրոջ հետ։ Լավ է թե վատ է, հետագայում իրապահ մարմինները կտան իրենց գնահատականը։ Իսկ ամփոփելով խոսքս ես ուզում եմ, քանի որ շատ խոսեցինք թքած ունենալու եւ թքած ունենալու մասին, ուզում եմ մեկ բան այստեղ ներկայացնել, եթե ժամանակը կհերիքի, թքած ունենալուն եւ դրան իր վերաբերմունքը արտահայտել է հայ մեծանուն բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը, կոչվում է Հայերուս թուքը։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի տալ վրան։ Սա ասում է բանաստեղծը, իմ խոսքերը չեն։ Թքելում ես ժամանակ ունեմ, թույլ տվեք։ Քաջ ես, լսել ենք, ինքդ մեծավոր, անուն յաղթուղի ունես փառավոր, բայց թե թքետ շահ, թրետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ թրի տալ վրան։ Ի վերուստ քանքար քեզի տված են, հեղինակ անունդ աշխարհ փրված է, բայց թե գրչետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ գրչի տալ վրան։ Հեռատես մտքով դուն զարդարեցար, հզոր իշխանի սիրելին դարձար, բայց թե մտքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ մտքի տալ վրան։ Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր, շատ կյորինես թանկագին բաներ, բայց թե ձեռքետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ձեռքի տալ վրան։ Երկին շնորեցին քեզ լեզու ճարտար, քարոշ չի ստացար հրճակ ու հանճար, բայց թե լեզվետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ լեզվի տալ վրան։ Մեծ ուսում առիր, եղար գիտնական, գովքովդ լցված է մարդոց բերան, թե ուսումետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ ուսմանը տալ վրան։ Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու յարկ, ու կդնեմ քեզ ազնիվ մարդոց կարգ, երբ օրորոցետ մինչև գերեզման, միակ ձգտումքդ լինի Հայաստան։ Գրված է 1878 թվականին, ինչը այսօր ավելի քան
ակտուալ է, իսկ հետևությունները թողնում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Վրույր Այվազյան նախապատրաստվի Վահագն